Դուք դիտում եք հայկական աշխարհի հեռուստանախագծի հերթական թողարկումը, մենք զրույցը կշարունակենք Լոս Անջելեսի հետ, ինչպես առաջարկել էի, Լոս Անջելեսը կարծեմ կապի մեջ է արդեն։ Դերենիկ, այսպեսի մի առաջարկ ունեմ, եթե իմ առաջարկը ձեր սրտով է, հետևենք այդ առաջարկին։ Ես առաջարկում եմ խոսքը տալ քրիստոնյա կենտրոն եկեղեցու պարզ հավատացյալ Հակոբ Գազազյանին, հետո թող խոսի Հայր Տաճատ Յարդմյանը, բայց ես Հակոբ Գազազյանին կուզենայի հետևյալ հարցը տալ։ Մենք այդպես էլ չհասկացանք, ինչով է տարբերվում ինքը որպես հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հավատացյալից։ Լավ, տարբերությունը դուք որոշեք։ Ես Պիտի այնպեսի բան ասեք, որ մենք էլ որոշենք։ Այո, ես Ափսոսում եմ Լոս Անջելեսի հետ կապը ընդհատվեց։ Իսկ Բեյրութը կապի մեջ է։ Լոս Անջելեսի հետ կապը վերականգնվեց, համեցեք, շարունակեք։ Այո, գնացել եմ Հոլիվուդի Սուրբ Կարապետ առաքելական եկեղեցի Ալեքսանդրիայի վրա եւ այնտեղ ապաշխարել եմ եկեղեցու ձեր իմացած տաճարի առաքելական եկեղեցու մեջ եւ լրիվ դավանաբանությունը ընդունել եմ, ուսանել եմ եւ այնտեղ իմ հոգեվոր գիտելիքները ստացել եմ եւ այդ ամեն բաներին հաստատեմ մինչեւ օրս 13 տարի է։ Լավ, այդ դեպքում ինչը ձեր սրտով չի հայ առաքելական եկեղեցուց։ Լավ, անկեղծորեն ասեմ գործունեությունը։ Հիմա դուք քիչ առաջ վերքի վրա դրեցիք ձեր մատը, բայց պատասխանը կարծում եմ ուրեմն պատասխանը դրա եկեղեցին պիտի ավելի շատ ավետարանչություն անի եւ գրականություն պիտի լինի եւ քահանաները պիտի հավատացյալ լինեն, ինչպես քանի տարիներ առաջ Վանաձորի մեջ զենքով քահանան պտտվում էր, նման բան պիտի իսպառ վերածվի եւ պիտի գրականություն լինի եւ հերոստատեսությամբ մարդկանց ճշմարիտ խոսքը եւ քահանաները կամ կրոնական առաջնորդները պիտի այս գրքով քայլեն, առանց գրքի ստուդիա պիտի չգան, պիտի ամեն պատասխանները գրքի մեջ լինի, կարծում եմ միանշանակ պիտի այդպես լինի։ Դուք դժգոհ եք, այսինքն հայ առաքելական եկեղեցու գործունեությունից։ Ես դժգոհ եմ քարոզչությունից, եթե դուք բացեք Գլենդելում հեռուստացույցը եւ հայ առաքելական եկեղեցու ժամը լսեք, կլսեք ազգային գործունեություն, կլսեք տարբեր կազմակերպչական ճաշկերույթներ, բաներ, բացակայում է բուն այն, որ պիտի մարդկանց հոգևորը տրվի եւ մարդիկ գնում են եւ ձեր Աստված այդ այլանդակ կրոնքների մեջ գտնում են այն, ինչ որ փնտրում էին։ Մենք մեր եկեղեցով, մեր կարողացածի չափ ուզում ենք ավետարանենք, բավականին տարիներ է արդեն այս նույն ալիքի վրա ժամ ունենք եւ Աստծո խոսքն ենք բաժնեկցում ժողովրդի հետ եւ ռիսպանդ ունենք եւ մարդիկ դառնում են Եհովայի վկաների։ Դուք Հայաստանից եք եկել Միացյալ Նահանգներ։ Վանաձորից։ Երբ։ 18 տարիներ առաջ։ Հայր Տաճատ, համեցեք։ Թող կտակ հարցը մինչև Հայր Տաճատը կների։ Պարոն Գազազյան, 18 տարի առաջ, եթե չեմ սխալվում, դա 92 թվականն էր, չէ՞։ То есть այն ժամանակ էր, որ դաժե վանականները, եկեղեցու սպասավորները Ղարաբաղում պատերազմի մեջ էին մտնում ի հանուն հայոց պաշտպանության, ճիշտ է։ Դուք նշեցիք, որ վերջերս զենքը եկեղեցու սպասավորը Վանաձորում եւ վերջերս դա կարելի հասկանալ վերջի 2-3 տարին, բայց ոչ թե 18 տարի ժամանակ, այն ժամանակ, երբ որ գնում էր պատերազմը։ Հիմա անցնենք Հայր Տաճատին, հասկանալի է, դա որպես ուղղում ընդունենք։ Այո։ Համեցեք Հայր Տաճատ։ Հատուկ հարցում ունիք, թե նույնը արձարծեմ շարունակեմ։ Դուք Հակոբ Գազազյանին արձագանքելով կարիքը չունեք։ Ես ունեմ։ Նախ եւ առաջ կուզեմ հստակ համոզումս հայտնել, որ եկեղեցին, քրիստոնյա եկեղեցին կամ քրիստոնեական եկեղեցին չի բավարարվի միան քարոզությամբ, ինչպես գներեք անձնական ոչինչ ունիմ, աղանդավորական կամ ոչ
հասական ոչ ուղղափառ եկեղեցիներու նկարագրին հետ հաշ չէ իրականությունը։ Մեր եկեղեցին, մանրամասնելով մեր եկեղեցին քարոզչության գողքին ունի նաև պաշտամունք։ Այսօրվան այս չագերդված աղանդավորական շարժումները ունին միայն քարոզչական առաքելություն։ Չի գրնարելալ։ Գարտացեք Պողոս Արաքյալի նամակները, ոնք գտեսնեք ոչ միայն Աստվածաշունչի ընթերցում, գտեսնեք եղբայրական սեր, սիրո եղբայրական ողջույնի համբույր, գտեսնեք օրհնություն, գտեսնեք եղբայրական սեր, ես գներեք, իբրև եկեղեցական կխոսիմ անշուշտ, մեր քրիստոնեական գրոնքին քերակույն օրենքը եւ քերակույն պատվիրանը սիրո օրենքն է։ Արդ այն շարժումները, որոնք Հայաստան գերտան մեր ժողովուրդը, քրիստոնյա դարձնելու այս մտահոգությամբ, այս գարկախոսով հիմնովին անընդունելի կգտնեմ նախ։ Եթե ես կզանազանեմ բարեգործությունը, եթե երթային Հայաստան եւ որոշ բարեգործական ասենք առաքելություն գադարելու մեր հարկանքը եւ սերը, սակայն հայ եկեղեցին գոտնագողեն գստորակնահատեն եւ որբեսի արդարացնեն իրենց առաքելությունը, քարոզչական առաքելությունը, նախ անբավարար է եւ անընդունելի քրիստոնեական հասկացողության ձիրենն է սարտեն։ Շնորհակալություն։ Հարկանք ունենք։ Շնորհակալություն։ Հրամեցեք։ Այլ տաճար, շնորհակալություն։ Բեյրութում Տեր Մկրտիչ դուք գիրք եք ցուցադրում։ Ինչ էր այդ գիրք։ Ես գուզեի ցուցալ, որ ահա է մեր ավետարանը մեր գողքին է։ Իբադասխան։ Ահա։ Ես էլ կհավելեմ, որ այդ նույն ավետարանը մեր սրտերի մեջ է։ Այո։ Դեր Մկրտիչ, ինչպես կրնանք մենք եկեղեցին, ինչպես կրնա Հակոբի նման անձեր, աղանդավորներ վերադարձնել եկեղեցի ծոցը կամ քիրգը։ Երկու օրինակ դրվեցավ քիչ առաջ։ Առաջինը թեգուզ եթե ցաներ թվի ագանջներում, բայց աստվածաշնչային է, անարակ որդու ետարցը, իսկ երկրորդը հիմնվեցավ, որ եկեղեցին վարտաբեդության եկեղեցով վարտաբեդության գլխավոր գեդը կամ խոսքը սերն է։ Մենք սպասենք իրենց ետարցը։ Ետարցը այն գիտակցության վրա, որ իրենց գդարած գործը ի վնաս է եւ իրենց որպես փրկված Քրիստոսով եւ իրենց որպես անտամակրված եկեղեցով եւ մգրդված ու տրոշնված ու վայլած Սուրբ Հոգի եւ Սուրբ խորհուրդներու շնորհները, երրորդը որպես անձեր հայեր մնան իրենց նույն ասկային մտահոգության եւ ասկային կյանքի մեջ գործող անձեր։ Եվ որ իրենք ունենան պատրաստակամությունը վեր ընդունելու եւ դեր կանգնելու այս արժեքներուն, այն ժամանակ մենք իրենց մեր մեջ ետ կբերենք սիրով սրտապած եւ ասենք որ ձեր դեղը որ պիտի աշխատիկ ձեր հարազատ մայր եկեղեցու մեջ է, որովհետեւ մենք երեկվա եկեղեցի չենք, հազարավոր տարիներու եկեղեցի, հետեւաբար երեկվա ասկ չենք, հազարավոր տարիներու ասկ եւ մշակույթի դեր։ Այո։ Մենք ունենք մեր հոգեվոր արժեքներ, մենք ունենք մեր հոգեվոր քրագանությունը, մենք ունենք մեր հոգեվոր երկերը, որ ամբողջ աշխարհը կշլացնե, ամբողջ աշխարհի ուշադրությունը կգրավի։ Ինչ պետք ունիմ ես երթամ, մեգուն վարտաբեդությունը բերեմ, որ չեմ դերնձ օտար է, օտար ասկին է, թարգմանեմ անգլերեն հայերեն եւ նա մեզի։ Մենք մեր ունեցածին դեր գնալով է, որ ինք իմ հետս պիտի աշխատի, իր հարազատ եկեղեցվոկա, իր բաբերուն հարազատ եկեղեցվոկա դառնա եւ այդտեղ պիտի գտնա գնահատել պատկանելության իմաստը։ Տեր Մկրտիչ, կներեք, տեսեք, այնինչ ասում եք ճիշտ եք ասում, բայց ես ուզում եմ մի քիչ պատկերավոր ներկայացնել խնդիրը։ Եթե մեր եկեղեցին, հայ-առաքելական եկեղեցին չի կարողանում կերակրել իր հավատացյալին, այս բարի լայն իմաստով հասկացեք ընտրում եմ, եթե չի կարողանում կերակրել, պիտի գտնվի չէ մեկ այլ կրոնական կազմակերպություն, որը կարող է կերակրել այդ հավատացյալին։ Հիմա ես այս հարցը ուղղում եմ հոգեբանին, այստեղ է խնդիրը։ Ես կգարձեմ, որ նախքան ձեր հարցումին պատասխանելը, ուրեմն բարոն Նվեր, ես բարոն Կազազյանի հարցին պիտի պատասխանեմ։ Այն գեդը, որ բարոն Կազազյանը իբրև
խոցելի գետ տվավ հայ արաքելական եկեղեցվո, ընդհանրակը Հայաստանի բարական բոլորովին դարբեր էր խորհրդային միության ժամանակաշրջանին, բայց Սփյուռքի մեջ այդ թերագադարությունը Գիլիգիո գաթողիկոսության կողմէ վերցված եւ արժանապոր ցևով առաջ կացած այսօր մենք մեր հայկական ինքնությունը գբարդինք մեր եկեղեցվով, այսինքն մեր եկեղեցին մեր պատմության պատճառով, մեր ցեղասպանության պատճառով ստիպված եղած է հոգևորեն որոշ չափով շեղիլ, որովհետև առաջնահերթություն մգար առաջնահերթությունը հայաբահբանումն էր եւ այս գեդը իբրև խոցելի ներկայացնելը ինքնին սխալ է հագարակ որ պետք է միշտ իմդի ունենանք որ անպայմանորեն մեր հարաճիգա աշխատանքներուն մեջ որովհետև այս աշխատանքը երկու գաթողիկոսություններու համադեղ եւ միասնական աշխատանքով պետք է առաջ երթա Հավանաբար քիչ հետո խոսիկ թե ինչ պետք է անենք որ հասնենք Այո հիմա գալիս ենք այդ հարցին որովհետեւ եզրափակում ենք արդեն հաղորդումը Այո Պարոն Ավարյան Գնամ խոսքը շարունակել Եթե կարճ Այո շատ կարճ ամենեն հիմնականը հետևյալն է որ մենք պետք է ունենանք քննական միտք ունեցող երիտասարդություն որուն մոտ ասկային թիմակիցը զորավորը լա այդ թիմակիցը երբ զորավորը լա այլևս գերագրվելու հարցը երկրորդական գտարնա հոգևոր սնունդի միջոցով հոգևոր գարույցի միջոցով այլ ծևեր կգտնվի քննական միտքը մենք պիտի զորացնենք մեր երիտասարդության մոտ Շնորհակալություն Վերմագրդիչը գուզե այսինքն մեկ նախատասությամբ ինքևս ամփոփչացնել այս միտքը համեցեք Ես գուզեմ ասել որ Եկեղեցի հասկացողություն միայն թե շենքը եւ եկեղեցականը չէ այլ նաեւ ժողովուրդը բոլորը մեկ ունին պատասխանատվություն եկեղեցու վարդապետության եւ քարոզչության ոչ թե միայն մենք եկեղեցականներս կամ եկեղեցի հաստատություն հասկացողությունը բոլորս մեկ ունենք այդ առաքելության բարդականություն ու վարդավորությունը հասկանալի այդպես են մտածում նաեւ Մոսկվայում խնդրեմ վայ շատ արագ Հայր Պողոս դուք ուզում եք ավելացնել թե ինչ անում հայ եկեղեցին աղանդների դեմ պայքարում Այո, այսօր շատ ճիշտ նկատեց հոգևոր եղբայրս, որ աղանդների դեմ պայքար ասելով յուրաքանչյուր մարդ հասկանում է միայն եկեղեցի։ Երբ ասում են աղանդ, ինչ անում եկեղեցին աղանդի դեմ։ Բայց դա այդ հարցը պիտի յուրաքանչյուրս տա իրեն։ Մենք ինչ ենք անում այն բանի դեմ, երբ որ մարդիկ հոգեկանորեն հիվանդ են դառնում, երբ որ ընտանիքները քանդվում են։